Շնորհակալություն, հարցը սուղում եմ բարձրագույն տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանին։ Պարոն Հայրապետյան, ձեզ եմ ուղղում այս հարցը, որտեղ կարծում ձեր նախարարությունը լիազորություններ ունի մեր հանրության շրջանում տեղեկատվական անվտանգության մասով։ Երեկ երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի էին ունենում իրավական պրոցեսներ, Ռուսաստանի Դաշնությունից պրոպագանդայի աստվածներ իրենց համարող ոմանք, մասնավորապես Մարգարիտա Սիմոնյանը, ինչու՞ չէ նաև պետական հաստատության ներկայացուցիչներ, Զախարովան, Պետդումայի ներկայացուցիչներ, հայտնում էին իրենց աջակցությունը այդ իրավական պրոցեսում, այսինքն փորձում էին միջամտել այդ իրավական պրոցեսի ելքերին, եւ հայ հասարակության հայտնի դարձավ մի տեսանյութ, որտեղ այդ պրոպագանդայի դուրսպրծուկներից մեկը իրեն թույլ է տալիս հերթական անգամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության, ինչու՞ չէ նաև ընտրված վարչապետի նկատմամբ անթույլատրելի խոսույթ։ Եվ այդ տեսանյութը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում շատ լրատվամիջոցների կողմից, ինչու՞ չէ նաև հեռուստատեսությամբ։ Ես գիտեմ, որ հանրային մուլտիպլեքսում այդ հաղորդումը չի հեռարձակվում, բայց ինձ թվում է, որ կաբելային TV-ները կարող են այդ հաղորդումը հեռարձակել։ Արդյոք դուք որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ որևիցե գործողություն կամ նպատակահարմարություն տեսնում եք արդյոք մեր հասարակությանը զերծ պահել նման հիբրիդային պատերազմի գործիքներից, որը տեղի ունենում մեր դարավոր բարեկամ երկրի պետական հեռուստատեսությամբ։ Շնորհակալություն։ Հարցին պատասխանի բտա նախարար Մխիթար Հայրապետյան, ներողություն։ Հարգելի Տիկին Մինասյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ինչպես արդեն գիտեք, դեռևս նախորդ տարի այն դրսևորումները, որոնք երեք հասանելի են դարձել համացանցային տիրույթում, դեռ նախորդ տարի երկու տարբեր դրվագներով եւս դրսևորվել են եւ մենք ստիպված ենք եղել այդ հաղորդումը տվյալ երևույթի արգելափակել։ Դուք ձեր խոսքում արդեն իսկ նշեցիք, որ հանրային մուլտիպլեքսում արդեն իսկ ամիսներ շարունակ այդ հաղորդումը, ինչպես նաև տվյալ երևույթի մասնակցության որևէ հաղորդաշար չի հեռարձակվում եթերով։ Սա հեռուստա հաղորդումների առաջին շերտն է հանրային մուլտիպլեքսը։ Սակայն մենք ունենք եւս երկու շերտ։ Երկրորդ շերտը IPTV OTT կամ ցանցային օպերատորներն են, որոնք հաճախ մեր խոսույթում մենք ասում ենք մալուխային հեռուստատեսություն։ Այստեղ մենք արդեն իսկ վերջնականացրել ենք եւ կարծում եմ հաջորդ նստաշրջանում ազգային ժողովում կքննարկվեն տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նոր փաթեթը, որը պարտադիր կդարձնի նաեւ հեռուստաբովանդակության նկատմամբ մեր ակնկալիքները եւ պահանջները նաեւ երկրորդ շերտում գործունեություն ծավալող տնտեսվարողների համար, այսինքն IPTV, OTT կամ ցանցային օպերատորներով հեռարձակվող հեռուստաալիքների համար։ Եվ կա երրորդ շերտ, դա համացանցն է, այն ինչ երեկվանից այսօր տարածվում է տարբեր սոցհարթակներում օգտատերերի կողմից, որոնք նաև առանձին դեպքերում յուրօրինակ ցնծությամբ եւ էյֆորիայով տարածվում են արդեն հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, վերաբերում է այն հաղորդմանը, որը հասանելի է եղել ռուսաստանյան լսարանի համար։ Այսինքն ռուսաստանաբնակ մեր երևի տասնյակ հայրենակիցներ մեծ ոգևորությամբ տարածել են համացանցային տիրույթում, ընդ որում, որը այս պատմության մեջ ամենամեծ ողբերգությունն է, ընդ որում հիմնական մասը ֆեյքեր չեն, մեր հայրենակիցներն են, մեծ ցնծությամբ են տարածել եւ ըստ էության քաջալերող խոսքերով են հանդես եկել հոգուտ այդ երևույթի եւ այդ
հաղորդաշարի։ ԲՏԱ նախարարությունը իր աշխատանքը, տնային աշխատանքը դեռևս նախորդ տարի կատարել է հանրային մուլտիպլեքսի համար։ Առաջիկայում ձեր օգնությամբ հարգելի պատգամավորներ մենք հույս ունենք, որ նաև կկարգավորենք եւ ցանցային օպերատորների համար կսահմանենք այն բոլոր կարգավորումները հեռուստաբովանդակության կոնտենտի համար, որը գործում է հանրային մուլտիպլեքսի, իսկ ինչ վերաբերում է համացանցին, դա արդեն կոմպլեքս խնդիր է, որի համար համապատասխան ռեսուրսների եւ գործառույթների ներգրավման պարագայում մենք նաև այդ հատվածին եւս կանդրադառնանք առաջիկայում։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Պարոն Հայրապետյան, ես գրեթե համոզված եմ, որ այդ մարդիկ, ում դուք մատնանշում եք, ովքեր ցնծությամբ կարող են տարածել այդ դուրսպրծուկի տեսանյութը, հիբրիդային պատերազմի զոհեր են։ Չի կարող մարդը տեղեկատվական դաշտում ունենալ նման աղբյուր ու անընդհատ լսել եւ չլինել նման մտածելակերպի անձնավորություն։ Ես կարծում եմ, որ մենք եւ ես վստահ եմ, որ այս 1 տարվա ընթացքում այդ հիբրիդային պատերազմի գործիքները Հայաստանի Հանրապետության տարածքում լայնանալու են եւ տարածվելու են։ Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ արագ լուծում տանք, մանավանդ TV-ներում, կապ չունի IPTV-ում, թե հանրային մուլտիպլեքսում, TV-ներում այն ալիքների հեռարձակումները, որոնք որ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության եւ անկախության դեմ ուղղված խոսույթ են պարունակում։ Եվ վերջին տեսանյութը դրա վառ ապացույցն է։ Շնորհակալություն։ Տիկին Մինասյան, փորձեմ այսպես արձագանքել։ Այն ինչ տեխնիկական է, որը հնարավորություն է տալու պաշտպանել մեր հեռուստադիտողին, ընդհանրապես մեր քաղաքացիներին տեղեկատվական հարձակումներից, մենք այդ հանձնառությունը ունենք եւ ըստ ժամանակացույցի գնում ենք այդ ճանապարհով։ Ես փորձեցի նաեւ իմ խոսքում նշել։ Բայց նաեւ հիմնարար մեկ այլ խնդիր կա, ֆունդամենտալ մի բան, որը նորից մենք շատ հաճախ խոսում ենք կրթությունից, դա վերաբերում է մեդիա գրագիտությանը, այստեղ թե կառավարությունը, թե ազգային ժողովը մեծ անելիքներ ունեն, որովհետեւ մեդիա գրագիտությունն է նաեւ հանրության շրջանում գրագիտության բարձրացումը, որ կիբեր հարցակումների, տարատեսակ տեղեկատվական հարցակումներից կպաշտպանի մեր քաղաքացիներին, այստեղ մենք դեռևս շատ եւ շատ անելիքներ ունենք եւ այստեղ նաեւ հույս ունեմ, որ կիբերանվտանգության մասին օրենքը, որ առաջիկայում քննարկվելու է ազգային ժողովում, նաեւ հասցեագրելու է մի շարք հարցերի լուծում։ Այսինքն այս առումով մենք երկու տիպի խնդիր ունենք։ Առաջինը տեխնիկական, արգելափակել բոլոր խողովակները եւ հոսքերը, որոնք հնարավոր է տեխնիկական միջոցներով, որոնք որպես այդպիսին տեղեկատվական պատերազմի, հիբրիդային պատերազմի դրսևորում են մեր քաղաքացիների նկատմամբ եւ մյուս կողմից համապատասխան ռեսուրսներ կենտրոնացնել հանրության շրջանում կիբեր հիգիենայի ապահովման եւ մեդիա գրագիտության աստիճանի բարձրացման։ Շնորհակալություն։ Արուսակ Ջուլհակյան։ Շնորհակալ եմ։ Կառավարության հարգարժան անդամներ, հարցը ուղղված է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Մեծարգո վարչապետ, վեհարանը ազատելու, վեհարանը իրապես վեհին վերադարձնելու ձեր խոսույթին ի պատասխան, կարծես թե առանձնապես առարկություններ չեն հնչում առ այն, որ վեհարանը ապօրինաբար զբաղեցնող անձը խախտել է ուխտը կուսակրոնության եւ ունի զավակ։ Սակայն թվում է, թե արդարացումների փորձ է կատարվում, մասնավորապես որպես փաստարկ նշվում է, որ օրինակ նաև Գրիգոր Լուսավորիչն է ունեցել զավակ, արդյոք այս արդարացումները ձեզ համար համոզիչ են եւ որևէ բան ձեր ընկալումներում փոխում են խնդրի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, իդեպ լրացնելով հարցը, նաև Գուգարաս թեմի առաջնորդն է անդրադարձել հարցին դատարանի բակից, ինչքան էլ տարօրինակ չէ, ասելով, որ կուսակրոնության խնդիրը դիսցիպլինի կանոնական հարց է, այլ ոչ թե աստվածաբանական դոկտրինա։ Այս առումով էլ խնդրեի։